Բարի եկուս սիրելի հետևորդներ ջան, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ։ Ես գտնում եմ այս պահին իմ լավ ընկեր, իմ լավ տաղանդավոր մարդ, բոլորի կողմից շատ սիրված, հարգված Ասմիկ Օխլյանը Զուրաբյանի հյուրատանը, հայրական տանը, Բերթավանում։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել, պարզապես չէի կարող չգալ ու քեզ չսատարեի, ինչպես մեր հանրությունը, սոցիալական ցանցերում, լրատվականները, մեկնաբանություններում մարդիկ միանշանակ սատարում են, որովհետև առողջ բանականություն ունեցող մարդիկ հասկանում են ինչ իրավիճակ է տեղի ունեցել, իրավիճակը շատ տհաճ է, որովհետև անկախ ամեն ինչից որևէ մեկը իրավունք չունի բարձրացնի ձեռքը կնոջ վրա, վստահ եմ, որ այդ հույսով եմ այդ տղայի ծնողները կունենան բացատրական աշխատանք նրա հետ, այս իրավիճակը կունենա հանգուցալուծում դեպի համերաշխություն, խաղաղություն, քանի որ գիտեմ ինչքան ես դու կողմնակից խաղաղությանը։ Այո, Մհեր ջան, շնորհակալ եմ շատ եւ քեզ եւ հանրությանը եւ համայն աշխարհի հայերին, որ սատար եք լինում, որ ինձ հետ եք, մեզ հետ եք։ Ես այո խաղաղության կողմնակից եմ, ես ամեն դեպքում ցանկանում եմ տղաների հանդեպ մի փոքր ավելի նորից հասկանալով մոտենալ, ամբողջ գիշեր քունս չի տարել, գիտեք, արդեն մի ձևի վատ եմ զգում, որ իրանք է հոգեբանորեն շատ կճնշվեն։ Իրանց սխալը կհասկանան եւ կգանք հասկացողության եւ համերաշխության։ Այո, այո։ Բայց դե որ մենք եղանք օգտակար բուլինգի սթափեցման եւ զգոնությանը դա ակնհայտ է։ Ինչքան ինձ գրում մամաներ, որ Լիանա ջան համատարած երևույթ, որ մենք գնում ենք հիմա դպրոց երեխաներ հետ, բոլորը զգոնու սթափ են։ Այո, շատ լավ է։ Տղան գնաց ասել է մամա, մեր դասը եկավ ասեց, տեսակ Ասմիկ Օխլյանը Զուրաբյանի հետ ինչ եղավ։ Ուրեմն այսպես հոգեբանական դասեր անչափահասների հետ եւ սա արվում է Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում մականջալուր եմ լինում։ Շատ լավ է դա։ Ինչ ասեմ, գոնե այսպես մեզ մի քիչ մխիթարենք, որ օգտակար եղանք, բայց դե այո, հուսամ, որ ամեն բան լավ կլինի։ Լավ կլինի, քանի որ ամեն կոնֆլիկտից շատ դեպքեր են լինում, մարդիկ հետո կոնֆլիկտը շտկվում է, ընկերանում են, հարազատանում են, հույսով եմ սա նույնպես ավարտ կունենա եւ քեզ մաղթում եմ, որպեսզի դու հիմա ավելի շատ քեզ աշխատանքի մեջ, հա, սենց Իդեպ հիշեցում, ես ամսի 8-ին երեկո եմ վարելու Երևանում, 23-ին մայիսի ունեմ, այո, Երևանում էլի երեկո, ու էլի ունեմ երեկոներին, զանգում եմ պատվիրատուն, ասում եմ Լիանա ջան աշխատելու եք, աշխատելու եմ, եւ ավելին Մհեր կարող գա վերջի զանգ երգի։ Չի բացառվում։ Այնպես որ առաջ։ Այնպես որ թող աշխատի սերը, համերաշխությունը, արվեստում մշակույթը, բարին հաղթի սիրելիս եւ այս կոնֆլիկտը մնա անցյալում, քո կյանքում եւ այդ մարդկանց կյանքում նույնպես։ Ամեն, ամեն։